Եվրոպական միության առաքելության ներկայացուցիչներ, որ այսօր այս տորթը Ալեքսանդր Մանուկյանի երեխան իր մոր ներկայությամբ չի փչում, երազանք չի պահում, այս իշխանությունների քաղաքական պարտներն է, դուք էլ առ այս պահը նրանց աշխարհաքաղաքական հովանավորներն եք։ Սիրելի հայրենակիցներ, ձեզ մոտ միգուցե տպավորություն է, որ այս պաստառների վրա առկա մարդիկ են միայն Հայաստանում քաղաքական հալածանքի ու քաղաքական հետապնդման սուբյեկտները։ Իհարկե ոչ, որովհետև այսօր Հայաստանի Հանրապետությունում հարյուրավոր քաղաքական բանտարկյալներ կան, առանց որևէ առանձնահատկության։ Անչափահասներ, կանայք, ծերեր, մարդիկ, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ, մարդիկ, ովքեր ուղղակի մտածել են, որ սահմանադրությամբ ունեն քաղաքացիական իրավունքներ եւ ազատություններ ու կարող են իրացնել այդ ազատությունները։ Առհասարակ, կալանքը որպես խափանման միջոց ընտրելու է սարատավոր պրակտիկան ազատազրկել է շատերին։ Այսօր ազատազրկման է դատապարտված Ալեքսանդր Մանուկյանը, Անդրանիկ Թևանյանը, Գագիկ Ծառուկյանը, Ավետիք Չալամյանը, Արմեն Աշոտյանը, Մարտուն Գրիգորյանը եւ շատ այլ Հայաստանի Հանրապետության շատ այլ քաղաքացիներ։ Մենք ինչու ենք այսօր այստեղ, որ մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները հայ ժողովրդին, հոգեհարազատ, արդարամիտ հայ ժողովրդին հատուկ հասկացություններ են։ Եվրամիության ոչ թե համաձայնությամբ, այլ մեծ օժանդակությամբ։ Այսինքն եթե ժամանակի գրանտները տրվում էին խոսելու համար, Եվրոպայի խորհուրդը գրեթե 20 տարի զարգացնում էր Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական հասարակությունը տարբեր ուղղություններով, կանանց իրավունքների, երեխաների իրավունքների, խոշտանգումների դեմ պայքար, իրավունքի գերակայություն, կանանց իրավունքներ եւ այլն։ Հիմա Եվրամիությունը արդեն շարունակ 8 տարի է ոչնչացնում է այն բավականին արդեն կայացած քաղաքացիական հասարակության այն կազմակերպությունները, որոնք Հայաստանում կան։